Ազգային ժողովում երկրորդ օրն է ընթանում են փոխոսնակների ընտրության քննարկումները։ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն արդեն ընտրված է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը, մյուս թեկնածուն իշխանական Վահագն Ալեքսանյանն է, նրա թեկնածությունը ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը, հետո արդեն պատգամավորը հանդես եկավ ելույթով, թվարկեց մի շարք ձեռքբերումներ, որ Ըստ Ալեքսանյանի իշխանությունը ունեցել է անցնող տարիներին, նշեց, որ դրանցից ամենակարևորը օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններն էր, նկատի ունենալով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Վահագն Ալեքսանյանը նաեւ հայտարարեց, թե այս խորհրդարանը նախորդից արդեն տարբերվում է նրանով, որ ըստ իրեն ընդդիմությունը դադարել է խոսել Արցախից եւ արդեն ունի պատասխան այն հարցին, թե որն է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանը։ Մեր ընդդիմադիր գործընկերները մտել են իրական Հայաստանի քաղաքական օրակարգ։ Մտել են ամբողջությամբ իրական Հայաստանի քաղաքական օրակարգ։ Նրանք էլ չեն խոսում Ղարաբաղի մասին։ Նրանք էլ, չգիտեմ, ինչ որ բաներ չեն ասում, հա, իրական Հայաստանի հետ կապված տարատեսակ կեղծ թեզեր եւ մնացած բարբերաբար բերում են։ Հակամարտության բանն են, խոսույթն են շարունակում, բայց բուն այդ ամեն ինչը անում են իրական Հայաստանի սահմաններում։ Վահագն Ալեքսանյանի այս պնդմանը ընդդիմադիր պատգամավորներից դեռ չեն արձագանքել, ենթադրաբար ելույթներում կանդրադառնան։ Ելույթից հետո արդեն Վահագն Ալեքսանյանին հարցեր տալու համար հերթագրվեցին մոտ 1 տասնյակ պատգամավոր։ Այս փուլում արդեն իրավիճակը փոքր-ինչ լարվեց, հերթագրվածների թվում էր նաև Ուժեղ Հայաստան խմբակցությունից Էդգար Ղազարյանը։ Չեք խոսում, պարոն Ղազարյան։ Մտածում եմ, բայց ձևակերպում։ Անջատեք մոտեցումը։ Չէ, բայց Մեսրոպ Մանուկյան։ Բայց սկսել էր մտածել, պարոն Ղազարյանը, գուցե մտածել ու վերջում ներողություն խնդրել հայ սակրավորների մահը կամենալու համար։ Պարոն Միրակյան, որ մտածի պրծնի, չգիտեմ, կարող է խնդրի խոսք տամ, ազգային ժողովի նիստերի դահլիճը կրկես չի։ Ընդդիմադիր մյուս պատգամավորները, այդ թվում Հայաստան խմբակցությունից Լևոն Քոչարյանը հորդորեցին ազգային ժողովի նախագահին ամեն դեպքում Ղազարյանին թույլ տալ հնչեցնել հարցը, սակայն Ռուբեն Ռուբինյանը դա արեց միայն այն բանից հետո, երբ նույն առաջարկով հանդես եկավ նաև Ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյանը, խմբակցության ղեկավարը։ Ինչ վերաբերվում է հարցին, ես չգիտեմ, այստեղ առանձնացրել էի Բարգավաճի ալուր բաժանել, բայց դա մենակ Վիկիպեդիայում էր, զինվորական ծառայության հետ էլ շատ է խոսվել։ Անջատեք, պարոն Ղազարյանի խոսափողը։ Չէ, խնդրում եմ Անջատեք խոսափողը, ներողություն, անջատեք խոսափողը։ Սա պերֆորմանսի վայր չի, կամ եթե ուզում եք քաղաքական պերֆորմանս անեք, արեք, բայց գոնե քաղաքական պերֆորմանս արեք։ Հիմա ինչ ձեր կարծիքով, որ հիմա դուք խոսք վերջտեք, գաք ստեղ 10 րոպե լռեք, ես պետք է ասեմ, լավ, սպասենք, երբ Էդգար Ղազարյանը գալիս ստեղ 10 րոպե լռում, հա, ելույթի ժամանակ։ Ես իմ կյանքում երբեք ալյուր բաժանելու որևէ գործընթացի մեջ ներգրավված չեմ եղել, դա հերթական սուտն է։ Ի տարբերություն, օրինակ, ես վստահ եմ հանրապետական խմբակցության տարբեր տարիների աշխատած մարդկանց, որոնք որ Պարոն Ղազարյան, ինձ թվում է հաստատ ալյուր գողացել են։ Վահագն Ալեքսանյանի հետ հարցու պատասխանից հետո պատգամավորները արդեն հերթագրվեցին հայտարարությունների համար, ավելի քան 4 տասնյակ պատգամավոր է հերթագրվել, ելույթներն այսօր արդեն ընթանում էին եւ կշարունակվեն նաեւ վաղը։ Վաղը կմեկնարկի նաեւ մյուս թեկնածուի ընդդիմադիր Արամ Վարդևանյանի թեկնածության հետ կապված քննարկումները։ Արամ Վարդևանյանը ինչպես է համոզել ու ԿՊ-ականներին, որ իրեն ձայն տան, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում փակագծեր չբացեց։ Ընդդիմության կողմից առաջադրվող նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, այնուհետև փոխնախագահների այդ կառուցակարգերի իրացումը ոչ թե ենթադրում է դասական իմաստով քաղաքական քննարկում, բանավեճ եւ այլն, այլ այս դեպքում ենթադրում է նաեւ պարտականություն։ Հակառակ դեպքում սահմանադրի կամքը այդ իմաստով արգելափակվում է։ Բայց մյուս կողմից հասկանում եմ, որ սա ի վերջո քաղաքական գործընթաց է, ցանկացած հնարավորություն էլ պետք է դիտարկել, ինքս թե ինչ հանգամանքներ կնշեմ, թույլ տվեք չբացահայտեմ այս բանին, որ բոլոր դեպքերում թե ձեզ, թե մեր հայրենակիցներին նաև ելույթը ինքնին հետաքրքրություն իր մեջ պարունակի։ Նշեմ, որ միայն
դիմադիր պատգամավորների ձայները բավարար չեն, որ ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում ընտրվի Արամ Վարդևանյանը, իսկ արդյոք եթե Արամ Վարդևանյանին ԿՊ-ն կողմ չքվեարկի, հետո նորից իր թեկնածությունը առաջադրելու է խմբակցությունը, Վարդևանյանը չշտապեց արձագանքել այս հարցին, առաջարկելով սպասել խմբակցության որոշմանը։